Բարև ձեզ, Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը և իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, նախորդ շաբաթ մենք Աբու Դաբիում տեսնում ենք տեղի ունենում մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությունը և այդ ընթացքում մենք գրեթե հաջորդ օրը դրա մենք տեսնում ենք, թե ինչպես են Բաքվում մեր Արցախի ղեկավարները ցմահ դատապարտում։ Սա եղբայրություն է։ Գիտեք, այդ մրցանակը, որը շնորհվում է եղբայրության համար, հավանաբար ովքեր շնորհում են այդ մրցանակը, նրանց համար այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնող անձը իրենց համար եղբայր է, որովհետև իրենց ծրագրերը լիարժեք իրականացնում են։ Հետևաբար ինչ-որ մրցանակներ են տալիս և արաբական երկրներում կամ այն երկրները, որոնք նպաստում են այդպիսի մրցանակը տալուն, համարում են, որ իրենց ծրագրերը, իրենց գլոբալ ծրագրերը այս մարդու միջոցով կարողանում են իրականացնել։ Բնականաբար և թուրքական աշխարհում և այլ արաբական երկրներում ինքը ողջունելի է և բոլոր այն երկրներում, որոնք նպաստում են այդ տարածաշրջանի երկրների ընդհանուր քաղաքականությանը, գլոբալ քաղաքականությանը, նկատի ունեմ եվրոպական երկրների մի մասը, որոնք նպաստում են, որոնք ուզում են, ուղղորդում են, որպեսզի այդպիսի քաղաքականություն լինի, և հետևաբար այդ առումով դրական են համարում։ Այլ բանը դա որքանով է բխում հայ ժողովրդի շահերից։ Տեսեք, որովհետև դա շատ խաղարկային այսպիսի մի կոնտեքստ ունեցավ, խաղաղության համաձայնագիրը վերահաստատվում է, խաղաղություն երկու երկրների միջև, մենք հասել ենք այդ խաղաղությանը, այդ համերաշխ վիճակին, բայց քայլերն այլ են խոսում։ Գիտեք, մենք այդ թեմաներին մշտապես անդրադառնում ենք և ստացվում է, որ այդ խաղաղությունը միայն Հայաստանի կողմից է։ Ադրբեջանի կողմից իրականացվում է այն քաղաքականությունը, ինչ որ իրանք ուզում են, իրենց շահերից բխող։ Հետևաբար հենց դա է պատճառը, որ այսօր ստանում են եղբայրության համար մրցանակ, հաջորդ օրը այդ եղբայրության մրցանակի կոնտեքստում իրականացնում են ցմահ դատավճիռներ մեր հայրենակիցների հանդեպ, որոնք գիտեք Ադրբեջանի զավթիչ գործողությունների արդյունքում հայտնվել են ադրբեջանական բանտում և որևէ մեկ այդ մասին չի խոսում։ Իսկ այն մարդիկ, ովքեր այդ մրցանակները տալիս են, գուցե մի անգամ ասեին, որ ընկեր Ալիև կամ, չգիտեմ, պարոն Ալիև, չէ որ հայ գերիների ես պահում քո մոտ, ազատ արձակեք իրանց, չէ որ հայերը չունեն ադրբեջանական գերիներ, բոլորին բաց են թողել։ Հիմա դուք էլ բաց թողեք, որ այդ եղբայրությունը իրական դառնա։ Միևնույն է, այդ մարդիկ ոչ մի վտանգ այլևս չեն ներկայացնում ձեզ, բայց դա չեն անում։ Հետևաբար այդ բոլորը մի կողմում են և այդ ամբողջ արարողությունը չի բխում հայ ժողովրդի շահերից, ուղղակի կարող է Նիկոլ Փաշինյանի անձնական շահերից բխող ինչ-որ մի գործողություն։ Պարզապես դուք հետաքրքիր եզրակից ընդգծեցիք այս պահին, արդյոք սա Ադրբեջանի հստակ ռետորաբանությունը չէր ուրվագծում, երբ մենք տեսնում ենք, որ բանտում ցմահ դատապարտվում են Բաքվում մեր հայ ռազմագերիները այս պարագայում։ Գիտեք բանը, ցանկացած իրեն հարգող իշխանություն և քաղաքական գործիչ, ավելին պետական գործիչ, որը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոնը կամ պաշտոններից մեկը, նման պարագայում պետք է ուղղակի հրաժարական ներկայացներ
եւ այդպես թույլի կարգավիճակում կամ ենթակայի կարգավիճակում չգնար ու այնտեղ այդ այսպես թատրոնին մասնակցեր, որովհետեւ Ալիևը այնտեղ հաղթողի կերպարով մեծահոգաբար եղբայրության եւ այլը, բայց ինչ որ պետք է ինքը անում է, ի վնաս մեր ժողովրդի, մեր ազգի, իսկ մենք ներկայանում ենք ինչ որ տենց պատժվածի, թույլի, այնքան որ մի բան տվել են, այնտեղ ներկայացնում են այդ կարգավիճակը անընդունելի է մեր համար, դա չի կարելի թույլ տալ, որ ամբողջ մի ազգի հեղինակության հետ խաղալ։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ոգևորվում են այդպիսի մրցանակներից, կարծում եմ, որ ունեն անձնական եւ քաղաքական շահեր։ Տեսեք, ոգևորությունն այնքան շատ է, որ մենք տեսնում ենք, որ սահմանադրությունը բարեփոխումներ կամ նոր սահմանադրություն, չգիտեմ արդեն ինչ կոնտեքստում են նրանք աշխատում։ Կուզեմ անդրադարձ ունենալ, ինչու այսպես հապճեպ են ուզում կատարել այդ բարեփոխումները կամ ինչու միջ այդ չէին անում, չէ՞ որ դա ի վերջո սկիզբ էր դրված ավելի վաղուց եւ պետք է արվեր այդ փոփոխությունները։ Գիտեք, այս մարդիկ կատարում են այն առաջադրանքները, որ տրվում է իրանց դրսից։ Ենթադրաբար Ալիևի կողմից, որովհետև մեծահոգաբար Ալիևը համաձայնվել է չէ իր հետ միտեղ կանգնել եւ մրցանակը ստանալ, հետեւաբար սա պետք է արդարացնի այդ գործողությունները։ Ես որքան հիշում եմ, հայտարարում էին, որ դա ընտրություններից հետո կանեն այդ փոփոխությունները կամ նոր սահմանադրություն ընդունելը, բայց հիմա ինչ որ արագացնում են, որովհետեւ պահանջը այդպեսին է դրվել, այսինքն պետք է արագ անել, որովհետեւ նրանք հասկանում են հնարավոր որ այլևս այս իշխանությունը չկարողանա վերարտադրվի, չնայած դրա բոլոր նախադրյալները այսպես չակերտավոր գոյություն ունեն, որ օգտագործելով լծակները, բաները եւ այլը կարողանան վերարտադրվեն։ Բայց մարդիկ անհանգստացած են, նկատի ունեմ այն մարդիկ, ովքեր իրականում մեր հակառակորդներն են, մեր բարեկամները չեն իրանք, եւ շատ պարզ օրինակներ կան, բարեկամները գերիներին չեն պահում եւ գերիներով առևտուր չեն անում, հասկանում եք, նրանք մեր հետ վարվում են այնպես, ոնց ինչպես ուզում են, եւ ցավոք սրտի այս խաղաղությունը կապված է միայն նրանից, որ Ալիևը չի ցանկանում հիմա ինչ-որ գործողություն անել։ Ոչ ոք երաշխիք չունի, որ 24 ժամ հետո Ալիևը ինչ-որ ցանկություն չի ունենա։ Հենց իր համար ուղղակի հաճույքի համար, եւ դա կարա անի ինքը, ոչ մի դրան սաստող բան չկա։ Հետեւաբար այդ առումով մենք լուրջ մտածելու ունենք, լուրջ անելիք ունենք եւ այս իշխանությունները, եթե մի քիչ սիրում են մեր ժողովրդին, սիրում են մեր հայրենիքը, պետքա օր առաջ ընդհանուր համաձայնության գան, ընդհանուր համաձայնությունը ներքաղաքական կյանքում նայա, որ իրանք գեղեցիկ ձևով իշխանությունը պետքա թողեն, որպեսզի ցնցումներ չլինի Հայաստանում։ Լավ, մենք տեսնում ենք ներկայիս իշխանությունները հաստատ դրան չեն գնալու եւ իրատեսական էլ չեն թե կգնան, որտեվ ակտիվ պատրաստվում են ընտրությունների։ Հիմա ուզում եմ հասկանալ ընդդիմադիր դաշտում ըստ ձեզ ինչ է կատարվում ներկայիս պահին, ինչպիսի խմորումներ կան, առհասարակ տեսնում եք ընդդիմության կողմից միասնական մեկ հարթակով հանդես գալու այդ հնարավորությունը, թե կարծես թե ամեն մեկը իր անհատական դերուղին է ընտրած գնում։ Գիտեք, բոլորը պատրաստում են ընտրությունների, բոլորը։ Փոքրներ, միջին, ավելի մեծ քաղաքական ուժերը, բոլորը պատրաստում են ընտրությունների, ամեն մեկ ունի իր տեսլականը, քաղաքական կուսակցություններից մի քանիսը հայտարարել են արդեն, որ մասնակցել են, մի քանիսը դեռևս զգուշավոր մտածում են եւ առաջիկայում կանեն հայտարարություններ, բայց որ տարին նախընտրական է եւ բոլորը պատրաստում են ընտրությունների, մինչեւ հունիսի 7-ը բան չմնաց, ու ամեն ինչ պետք է նայել նախընտրական այս կոնտեքստում։ Եվ գիտեք, որ ընտրական process-ները կախված են 3 փուլից՝ նախընտրական փուլ, բուն ընտրական փուլ եւ ետընտրական։
Հիմա այս 3 փուլերի մեջ քաղաքական ուժերը դիրքավորվում են եւ ամեն մեկը իր պատկերացումներն ունի։ Հետևաբար այս պայդրությամբ ինչ-որ նոր մի բան ասել, որ քաղաքական դաշտում ձևավորված է, կարծում եմ ճիշտ չի լինի, որովհետեւ բոլորը այդ process-ների մեջ են։ Առաջիկայում կլինեն համագումարներ, կլինեն քաղաքական ուժերի հայտարարություններ, դրանից հետո կսկսի արդեն քաղաքական քննարկումները, բոլոր այն ուժերը, ովքեր իրականում մտածում են Հայաստանի մասին, կխոսեն կոնսոլիդացիայի մասին եւ իշխանափոխության մասին, կխոսեն նոր որակի իշխանություն բերելու մասին, ովքեր կխոսեն կոնսոլիդացիային դեմ, նախկին ներկա ասել եւ այլը, բոբոներ գտնել քաղաքական դաշտում եւ դրանց վրա սարքել իրենց ապագան, կարծում եմ դրանք ուղղակի մեր ժողովրդի համար մեղմ ասած բարեկամ ուժեր չեն եւ նրանք չեն ուզում, որ Հայաստանում իրականում լինի բնականon համերաշխություն, այդ թվում նաեւ քաղաքական համերաշխություն, որի վերջը բերելու է մեր պետության հզորացմանը։ Հետևաբար դի մեր ժողովուրդը նայի ուշադիր նայի, ով ինչ է խոսում, ինչի է խոսում դա եւ ովքեր են դրանք ասում, ովքեր են խոսում դրանք։ Այդ առումով պետքա շատ ուշադիր լինել եւ մենք էլ պետքա օգնենք ժողովրդին, որ ժողովուրդը լավ պատկերացնի, որովհետեւ ժողովրդի մեծ մասը իրական ինֆորմացիա չի ստանում, այլ այն լրատվամիջոցները, որոնք կամ այն մեծ մասը լրատվամիջոցների վերահսկող լրատվամիջոցներ են եւ տալիս են այն ինֆորմացիան, որը իրենց քաղաքական շահերից է եւ ժողովուրդը իրական պատկերը չի տեսնում։ Իսկ այն չինֆորմացված հասարակությունը վերջում դառնում է անտարբեր, իսկ անտարբեր հասարակությունը դառնում է շատ վտանգավոր երկրի ապագայի համար։ Համարում եք, որ լրատվական դաշտը խիստ կարծես թե ընտրովի է, ընտրում իր հյուրերին ու բանակցողներին եւ մարդիկ են գալի միայն Երևան խոսելու, ովքեր Այո, բնականաբար, տեսեք, այն լրատվամիջոցները, որոնք հասարակության հաշվին գոյատևում են, պետական լրատվամիջոցները, հանրային հեռուստաընկերությունը, որը պարտավոր է, որ իմ տված հարկերի հաշվին ապրում ինքը, ձեր եւ մյուս բոլոր մեր հայրենակիցների տված, այսինքն իրենք պիտի հանրային կարծիքը ներկայացնեն, իրենք բացառապես ներկայացնում են իշխանական տեսակետները եւ մերձիշխանական տեսակետները։ Այսինքն մեր հասարակությունը իրականում տեսնում է ՔՊ-ի եւ ՔՊ-ի ասենք ՔՊ-ի կողքը կանգնած ուժերին։ Մի քիչ մեղմ ասենք, ստացվում է, որ ժողովուրդը իրականում հնարավորություն չունի լայն պատկերացում ունենա քաղաքական դաշտի մասին, մնացած բոլորին անտեսում են, որովհետև իրանք կոնկրետ ստանում են հրահանգներ, անընդունելի է այդպիսի գործելակերպը եւ Հայաստանը իբր համարվում է ժողովրդավարական երկիր, բայց ժողովրդավարական երկրում մամուլը սահմանափակումներ չպետք է ունենա, բնական սահմանափակումների մասին է խոսքը եւ հանրային հեռուստատեսությունը եւ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք ինչ որ չափով շփվում են մեր հասարակության տարբեր շերտերի հետ, դե հնարավորություն ունենան նաեւ այլ կարծիքներ տալու։ Բայց ցավոք սրտի մենք ունենք այդ նույն վիճակը, ինչ որ երկար տարիներ ունեցել ենք, այնպես չի որ հիմա նոր է դա միշտ տենց է եղել, դա շատ վտանգավոր, շատ վատ է, այսինքն ժողովրդավարություն իրականում Հայաստանում չկա։ Այդ որ խոսում են անդադ ժողովրդավարություն, ասում տես բան չկա, ժողովրդավարություն չկա, այլ կարծիք չես կարող ներկայացնել եւ դա շատ վատ է, լավ կլներ, որ գործող իշխանությունը մրցանակներ ստանար այդ ոլորտների համար եւ զարգացած երկրներում։ Ըստ ձեզ նոր ուժեր չկան, թե պարզապես այդ նոր ուժերը երբ որ հենց փորձում են Երևան գալ, միանգամից վարկաբեկվում են ու ետ են մղվում եւ
ընտրությունը թողնվում է միայն նախկինների եւ ներկաների միջև։ Դա միտումնավոր է արվում, բնականաբար նոր ուժեր կան, այդ նոր ուժերը ոչ թե այն իմաստով, որ իրանք նոր են ստեղծում, այլ նոր տեսակետներ են առաջ բերում, որը իրական է եւ հնարավոր է իրականացնել, բայց քանի որ այս մարդիկ սերտորեն համագործակցում են, այսպես կոչված խորհրդարանական ընդդիմությունը եւ իշխանությունը, իրանք անընդհատ փորձում են նույն դաշտում պահել եւ այլ կարծիքներ չեն թողում, որպեսզի մեր հասարակությունը ծանոթ համագործակցությունը համագործակցությունը երևում է հենց խորհրդարանում, երբ որ տեսնում եք, թե ինչով են զբաղված ընդդիմադիր պատգամավորները եւ իշխանությունները։ Ոնց որ թե տենց իրար մեկ-մեկու, այսպես ասենք, պաստալով լավ էլ աշխատում են իրար հետ, ամենայն դեպս այն ինչի համար, որ իրանք հայտնվել էին խորհրդարանում եւ մեր ժողովրդի ձայները ստացել են, իրանք դրանով չեն զբաղվում։ Գուցե դրան մոտ ինչ-որ բան են անում, բայց ոչ իրական։ Հետևաբար այս ընդդիմությունը շատ հաճելի է այս իշխանության համար եւ իրանք կուզեն, որ նորից վերարտադրվի այս նույն ընդդիմությունը, որը շատ վատ է իրական մեր հասարակության համար եւ մեր ապագայի համար։ Այն որ ներկայիս իշխանությունները իրենց ծրագրով տարանջատման իշխանություններ կարելի է նաեւ անվանել, որտեղ սևեր ու սպիտակներ կային, որտեղ նախկիններ ու ներկաներ կան, դա նաև դուրս եկավ արտաքին քաղաքականության դաշտ, եվրոպականամետ եւ ռուսամետ, այսպես ասեմ, ինչու այս քաղաքականությունը, որը նաև մենք տեսնում ենք վարվում է օրինակ ազգային ժողովի նախագահան գնում է Ռուսաստանի Դաշնություն եւ այնտեղ նաև այդ զրույցը ներքին դարձել է արտաքին օրակարգի ինչ-որ մի թեմա, այդ երբանից է դարձել ներքին այս զրույցները արտաքին օրակարգի խնդիրներ։ Տեսեք, հնարավոր չի, որ երկրի ներսում անախորժություն լինի, անհամերաշխություն լինի, իրար նկատմամբ ատելություն լինի եւ դա չվերարտադրվի արտաքին քաղաքականության մեջ։ Նման բան չի լինում սովորաբար եւ աստիճանաբար որքան էլ որ այս իշխանությունը փորձում էր թաքցնել դա, բայց ինքը վերարտադրվեց արդեն արտաքին քաղաքականության մեջ եւ հիմա արդեն արտաքին քաղաքականությունը եւ այն երկրները, որոնց հետ Հայաստանը շփվում է, հարաբերվում է եւ այլն, այդ երկրներում արդեն շատ པարզ են խոսում, որ շատ վատ է, որ դիվանագետները արդեն այդ դիվանագիտական լեզուն չեն օգտագործում, այլ օգտագործում են այն բառապաշարը, որը այս իշխանությունը օգտագործում է ներսում Հայաստանում։ Իսկ դա շատ վտանգավոր է, որովհետեւ դրանից հետո կարող են շատ այլ քայլեր լինեն, որը մեր համար անընդունելի է։ Հետևաբար բոլոր այդ արտաքին հարաբերությունները, երբ որ Հայաստանը գնում է ինչ-որ մի երկիր, որտեղ այդ երկրից ստանում է ֆինանսական աջակցություն, որով պիտի պայքարի մի այլ երկրի դեմ, ընդ որում ասենք դրանք բարեկամ երկրներ են։ Հետևաբար այդ երկրներում նստած մարդիկ այդ ամեն ինչը տեսնում են եւ չի կարող դա հենց այնպես անցնի, իսկ դա նշանակում է, որ չհասկանալ դիվանագիտությունը, կոմպետենտ չլինել կառավարման համակարգում եւ երկրի ապագան վտանգել։ Այս իշխանությունը հենց դա է անում, վտանգում է որքան հնարավոր է։ Ես դες ասեմ, որ այն ինչ որ այս իշխանությունները արել են Հայաստանի գլխին, այսպես ասած, եւ Հայաստանը դեռ գոյություն ունի որպես պետություն, դա բացառապես հայ ժողովրդի եւ հայ առաքելական եկեղեցու շնորհիվ է։ Իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի դա խաթարվի եւ երկիրը կորցնի իր ինքնուրույնությունը։ Արդյոք նոր ուժ գալով իշխանության այս անդառնալի կետը հնարավոր կլինի նորից վերսկսել ու գործարկել, թե արդեն իսկ այնպիսի մի կետում ենք, որը անդառնալի է մեզ համար։ Բնականաբար միշտ հնարավոր է ինչ-որ բան փոխել, բայց պետք է գան նոր ուժեր, նոր ուժերը պետք է հայտարարեն ինչի համար են իրենք գալիս, հենց ամենասկզբից պետք է խոսեն այդ մասին, այն համազգային ծրագրերը, որ մենք ունենք, դրա մասին պետք է խոսել,
եւ ասել նպատակը որն է իշխանափոխության։ Եթե նպատակը նա է, որ երկիրը պետք է գտնվի այս նույն վիճակում, ինչ որ հիմա ստեղ կա, հենա թող սրանք մնան։ Բայց պետք է հայտարարել ինչի համար են գալիս։ Ես չեմ հասկանում այն քաղաքական ուժերին, որոնք հիմա մտնում են քաղաքական պայքարի մեջ ու կրկնում են նույն ԿՊ-ի ծրագիրը։ Այդ իրենց կողքի կանգնած ուժերը, որոնք կան։ Հիմա այդ ԿՊ-ն ձեզանից լավ է անում, այն ինչ որ դուք հիմա ուզում եք անեք։ Հիմա դուք ինչ եք ասում, ասում եք, որ մենք էլ ենք այդ նույն բանը ուզում անենք, հա լավ եք անում, այդ նույն բանը անում են իրանք, ի՞նչ տարբերություն։ Սակայն ո՞րն է տարբերությունը։ Այն ուժերը պետք է խոսեն, այն ուժերը պետք է ծրագրերը ներկայացնեն, որոնք տարբերվելու են դրանից, այլ բան են առաջարկելու ու այլ լուծում են տալու։ Ես չեմ ուզում այն կուսակցապետերի քաղաքական գործիչների, որոնք ինչ-որ ծրագրեր են ասում, կրկնում են նույն ձևի, կրկնում են այսօրվա իշխանության ծրագրերը եւ ասում են, որ այսինքն ինչ եք ուզում դրանով ասել։ Անձի փոփոխություն եք ուզում անեք, որը ես կարծում եմ դա անընդունելի է քաղաքական դաշտում, դա իմ տեսակետն է, մեր տեսակետն է, եւ կարծում եմ, որ այն ուժերը, որոնք այլ բան են առաջարկում, այդ ուժերը պետք է իրականում դնեն ժողովրդի առաջ, որ ժողովրդին բացատրեն, ասեն, որ մենք այսպես ենք պատկերացնում, եւ եթե դուք գտնում եք, որ ձեր կառավարման իրավունքը, ձեր երկիրը կառավարման իրավունքը կարող եք մեզ վստահել առաջիկա 4 տարին, տվեք մենք դա անենք, այս ծրագիրը։ Սա կլինի տրամաբանական եւ կարծում եմ, որ հասարակությունը պետք է հասկանա եւ պետք է հնարավորություն ունենաս կարողանաս բացատրես մեր ընտրողներին, մեր ժողովրդին, որպեսզի մարդը գնա ընտրի։ Բայց այս մարդիկ թույլ չեն տալի, որ այդ ուժերը ներկայացնեն ալտերնատիվ, այսպես ասած, ծրագրերը, այլ ծրագրեր, նոր ծրագրեր, որոնք իրականում փոխելու են ժողովրդի վիճակը, երկրի կարգավիճակը, անվտանգության խնդիրները, բայց անընդհատ տալիս են այն ուժերին, որոնք կրկնում են իրանց ծրագրերը, այսինքն ինչ որ իրանք արել են, հիմա այս մարդկանց տալիս են, որպեսզի գան նորից իրանց կրկնեն։ Հետևաբար ժողովուրդը նայում է եւ հիասթափվում է, մտածում է, որ հնարավոր չի ինչ-որ բան փոխել, բայց հնարավորություն կա, իհարկե կա, եւ բարեբախտաբար ինչ-որ ուժեր են ձևավորվում, որոնք ի վիճակի են այս փոփոխությունները անել։ Հիմա դրա մասին չեմ ուզում բացահայտ ասել, բայց առաջիկայում, երբ որ մենք մեր տեսակետները կարտահայտենք կոնկրետ ընտրական process-ի հետ կապված, այդ մասին կխոսենք։ Տեսեք, պարզապես երբ ընտրություններից ենք խոսում, մենք նաև հետընթաց հայացք ենք գցում ձեռքբերումների մասին, ինչ ձեռքբերումներ ունեցավ այս ներկայիս իշխանությունները եւ իրենց միակ հաղթաթուղթը դա խաղաղության համաձայնագիրն է, կարծես թե նոր ուժը ըստ ձեզ խաղաղության այդ համաձայնագրին կամ այդ կետերի համաձայն պահպանելու է խաղաղությունը, թե ոչ, որովհետեւ մեր ժողովրդի համար ես նորից եմ կրկնում առաջնայինը դա խաղաղությունն է։ Նայեք, բնականաբար ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի նորմալ մարդ, ոչ մի նորմալ քաղաքական գործիչ չի կարող դեմ լինել խաղաղության գործընթացին։ Պետք է առնվազն հոգեկան հիվանդ լինես, որ հրահրես պատերազմ կամ հրահրես ոչ խաղաղ իրավիճակ, լարվածություն։ Սովորաբար երկրի ղեկավարները աշխատում են, որպեսզի երկրում լարվածությունը հանեն։ Երբ որ դու փորձում ես լարվածություն, անդադ լարվածություն ես մտցնում, դա շատ վտանգավոր է, որովհետև ոչ ոք չգիտի այդ լարվածությունից հետո ինչ կառաջանա։ Հետևաբար եւ մենք, մեր քաղաքական ուժը, եւ այն բոլոր նորմալ քաղաքական ուժերը, որոնք գոյություն ունեն, իրանք խոսում են խաղաղության մասին, բայց խաղաղության հասնելու ձևեր կա եւ արժեք կա։ Ինչ արժի այդ խաղաղությունը։ Արդյոք այդ թղթի կտորի վրա ինչ-որ բան ստորագրելը դա խաղաղություն է։ Ինչ է փորձը ցույց տալի։ Մեր աչքի առաջը խաղաղություն ստորագրող, խաղաղության համար մրցանակ ստացող, եղբայրություն անելու պարագայում հայ գերիները գտնվում են ադրբեջանական բանտում ու ոչ մեկը չի ազատում եւ իրենց չեն ասում որ ընկեր Ալիև այս մարդկանց ազատեք մենք խաղաղություն եք կնքում ախր դուք առևտուր եք անելու վաղը իրար հետ շփվելու եք գնալու եք գալու եք եւ այլն դե ազատեք այս մարդկանց
Կամ ընկեր Ալիև, այդ որ դու համաձայն ես, որ պետք է խաղաղություն լինի, բայց ոնց է, որ մի հատ շատ սովորական մի գործարան, որ պետք է սարքվեր սահմանի վրա, չթողեցիք, որ սարքվի, այսինքն դուք էլի չեք թողելու, էլի նույն գործողությունն եք անելու, այսինքն դուք թույլ չեք տալու, որ Հայաստանը տնտեսապես զարգանա, որովհետև այն կարգավիճակում, որ գտնվում է Հայաստանը, տերը դուք եք, իսկ տերը երբեք թույլ չի տա, որ իր ենթական ամրապնդվի, հզորանա, ունենա նորմալ բանակ եւ այլն, իր ծրագրերը, այսինքն այդ ծառայի կարգավիճակում միշտ պետք է անի այն, ինչ որ տերն ուզում է։ Մենք ասում ենք, որ դա սխալ է, պետք է գտնել այն ձևը, որով կարողանանք սրա տակից դուրս գանք։ Այս իշխանությունը ասում է, այդպես ձև չկա։ Դե ասում ենք, եղբայր, այդ ձևը կա, դուք չգիտեք այդ ձևը։ Մենք գիտենք այդ ձևը։ Բայց դուք նույնիսկ չեք էլ ասում, եկեք մի հատ հասկանանք այդ ձևը որն է, մի հատ ասեք, մենք էլ իմանանք։ Ասում են, չէ, չկա ու վերջ, չկա։ Նախկինները մեղավոր են եւ այլն, անլուրջ խոսակցություններ, անլուրջ մարդիկ։ Սա անընդունելի է եւ այս ամեն ինչի վերաբերյալ պետք է լուրջ հետևություններ անեն քաղաքական ուժերը եւ մեր հասարակությունը պետք է մտածի։ Այդ ձայն տալը շատ կարեւոր է։ Ինչի ես ձայն տալ, որ ուժին ես ձայն տալ, ինչի համար ես այդ ձայնը տալիս։ Գործի մեջ դուք տեսել եք իրանց։ Երբ որ իրանք իշխանության մեջ եղել են տարբեր հիմա ուժեր կան, այսպես ասած ԿՊ-ին սատարողներ, իրանց գործի մեջ տեսել եք, չէ՞ որ իրանք նույն բանն են, ոչինչով լավը չեն ԿՊ-ից։ Բայց այդ ուժերին չեք ձայն տալիս իզուր տեղը, չեք ձեր ձայնը կորցնում։ Տվեք այն ուժերին, որոնք ձեզ ինչ-որ այլ բան են առաջարկում։ Այս է ամբողջ գործընթացը։ Պարզապես այդ այլ բանը պետք է լավ ներկայացվի ու լսելի դարձվի նաև հասարակությանը։ Լսելի պետք է դարձնել իհարկե հասարակությանը եւ հասարակության հետ պետք է աշխատել, պետք է շփվել հասարակության հետ, պետք է անընդհատ պահանջել, որպեսզի լրատվական միջոցները ազատ լինեն նաև այլ կարծիքների համար, որովհետև արդեն խոսեցինք այդ մասին, ժողովուրդը պետք է այլ կարծիքներ լսի։ Ես վստահ եմ, մեր ժողովուրդը այլ կարծիք լսեց, գնալու է այդ մարդկանց հետևից։ Եվ այն ինչ որ հիմա անցել է, ինքը տեսել է այդ ամեն ինչը։ Ինքը տեսել է, որ դրա արդյունքում կորցրել է միայն կորցրել է։ Երկիրը կորցրել ենք, մեր տարածքները զավթել են թշնամիները, որոնք այսօր եղբայր են իբր թե, բայց մեր տարածքները գրավել են, պարկը, պետական պարկը կրկնապատկվել է, ոչինչ չի կատարվում, ոչ մի բան չի փոխվում, նոր աշխատատեղեր չկան, հիմա նոր ինչ-որ բաներ են, ծրագրեր են ասում, մենք աշխատատեղեր կստեղծենք, այս կանենք, այն կան, բա ստեղծեք, այսքան տարի դուք իշխանության եք, վախի չեք ստեղծում, պարկը ավելացնում եք, բերում եք բան եք անում, ասֆալտ եք անում փողոցներում։ Սա է իրավիճակը։ Ասֆալտի որակն էլ տեսնում եք։ Որակն էլ տեսնում եք, ինչա, մի հատ անձրև է գալիս, ավիրվեց, վերջացավ, քարուքան դեղավ ու նորից պետքա փող դնել դրա վրա, այսինքն նորից պետք է մենք պարկի տակ ընկնենք, փոխանակ այդ գումարները տրամադրվի մեր հասարակությանը, այն անապահով խավին, մեր թոշակառուների թոշակները ավելացնեն եւ այլն, տանում են ասֆալտի վրա են դնում, հետո ավիրում են, վերջանում է, հետո ով գիտի, քանի մետր քանդվեց, քանի մետր ավելացավ, ինչ որակ էր, ինչ ծախսվեց, ոնց եղավ, այդ հաշվետվությունը իրանք իրար մեջ տալիս են, այդ ամեն ինչը կերևա, երբ որ իշխանափոխություն կլինի, կերևա թե ինչքան է գումար ծախսվել այդ ասֆալտների վրա եւ այլն։ Բարի պարոն Արտիսյան, մեր ժամանակը սպառվեց, իսկ դուք հարգելի հետևորդներ, հետևեք մեզ, շատ հաճախ փաթեթավորումը շատ գեղեցիկ է, բայց արդյոք նրա պարունակությունը մեզ պետք է։ Եկեք մտորենք միասին, մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։